Ararat Bank, ուղղություն ընտրում ես դու Mastercard World Travel Card-ով։ Արի Զարայից սկսենք։ Որ մեկը։ Պոնչը որոշում է, որ ինքը որպես քավոր պետքա գա ինձ վերցնի։ Լույսի խեղճ դեմքը։ Ճշտով դուք երկուսով ինչ եք անում։ Ու ես Պոնչի դեմքից եմ հասկանում, ինչ որ մի բան այն չի։ Լուիզայի մեքենայում ամեն ինչ կա, դաժե իմ թոշակը։ Ну не люблю я его։ Ինչ եք ծիծաղում, ինչ ծիծաղելու բան կա դրա մեջ։ Գլովոյի հետ քաղաքը քո տրամադրության տակ է։ Ընկերներիդ հետ ուզում ես տարբերվող մի բան ուտել, պատվիրիր Գլովո եւ վայելիր։ Տակդիրները վերջացել են։ Պատվիրիր Գլովո եւ անհոգ եղիր։ Լավ ֆիլմը, լավ պաղպաղակ է պահանջում։ Համեղ է։ Ներբեռնիր Գլովո, ստացիր ուզածդ րոպեներ անց։ Տենց-նենցը կարաս արխային խառնես։ Հենց տենց, հենց Կարաս հաղորդում ասես, հաղորդումի, ոչ։ ոնց ասում։ Հաղորդում։ Ես հաղորդումը կտրել եմ, որտեղ ես մի 10 անգամ ասել եմ հաղորդում։ Ու տենց-նենցն է խառնում, միշտ տենց։ Տենց, հենց, նենց, իմ համար նույն բառն է։ Հենց տենցն է սկսվել լավ հաղորդում է։ Եվ այսօր հենց տենցի կամ հենց նենցի հյուրերն են Սոնա եւ Մարիա Մաթևոսյաններ։ Բարև ձեզ։ Սկսել եք արդեն։ Եվ Վանե Գրիգորյանը։ Մենք սենց ենք սկսում, հենց սենց։ Ոնց եք։ Когда я вижу ваши прекрасные лица, ես հոյակապ եմ, դուք Ոյ, չգիտեմ։ Մարիա։ Փոխադարձ։ Այսօր մեր տրամադրությունը էլ ավելի բարձրանալու է մեր գործընկեր բիզնես պարտների ներկայացնող շեյք կոկտեյլների շնորհիվ։ Ես հյուրասիրեմ, իսկ դուք արդեն սկսեք Դու խմիր, հիշել ու ես պատմել են պատմությունները, որոնք շատ են ու առանձնացրել եք հենց այնպեսի, հենց նենցի համար։ Մարիա, կարող եք սկսել, ես զիջում եմ ձեզ։ Օ, առաջի հարցը որ մանեն տվեց, հա, որ մենք եկանք ինչ որ կապ կա, Հա, Մաթևոսյաններ եք։ որ հարցնում էին, վատ բան էին հարցնում։ Գներեք Սոնա ձեր աղջիկը, ասեմ ոչ թորնիկս։ Սրազո, էլի։ Սրազո դնում է ամեն ինչ տեղը, թորնիկս, թորնուհիս։ Չէ։ Հոտնեն, բայց Ձել են հարցրեմ աշան ձեր աղջիկն է։ Ինչպես պատասխանը մեծ սիրո։ Մեծ սիրո բայց կապ կնանայ։ չունեք, բարեկամական կապ։ Ստուգել եք, բայց Չէ, մեր տողմեր ճիշտ եմ Չի, ասում։ ով լավա չստուգենք, եթե վերջում պարզվի, որ ինչ-որ բան կա, կարող է տխրենք երկուսս։ Չէ, մերոնք պապայի կողմը Գյանջայից են, Սոնայինը կարծեմ երրորդ մասից ոնց եղել է։ Չէ։ Իրովական Գյումրի, ոչմ, խառատ։ հա, Վանաձոր եւ Գյումրի, հետաքրքիր խառնում։ Սպիտակ ծիսոնան։ Տեսոնան է։ Միակ երկի Սոն։ Պատմի, Շատ համատեղ պատմություններ ունեք։ Բնականաբար ավելի շատ ճանապարհորդություններից, ձեր տուրերից, Women's-ի տարիների։ Բայց արի սկսենք այդ ուզելու պատմություն։ Չէ։ Պասկոկ այդ մի քիչ հետո է արդեն եղել։ Արի Զարայից սկսենք։ Որ մեկը։ Զարայից որ մեկը։ Մենք էլ երևի մի տարի է ինչ միասին էինք ու հարսանիքի ենք հրավիրված բոլորս միասին ու աղջիկներով 3 ավտոյով գնում ենք։ Հարսանիքը պետք է տեղի ունենար Ծիրանի ռեստորանում։ Դա անպայման պետք է նշեմ վայրը, որովհետև դրա հետ է կապված։ Չգիտեմ չգիտենք ինչու, Զարան որոշել է, որ ինքն է Իվան Սուսանինը ու ինքն է մեզ բերելու այդ տեղը։ Ոսկա Աբովյան քաղաքի։ Այո։ Ու տենց ոնց որ կոնկրետ ինչ-որ տեղ պայմանավորվեցինք աղջիկները, որ 3 մեքենայով իրար հետևից գնանք, Զարան ասաց իմ հետևից եկեք։ Զարան շատ հաճախ իր տունն է խառնում, թե ինչի է ինքը որոշը, որ ինքը մեզ պետքա տեղ տալի, չգիտեմ։ Ու պասկոլկու ես արդեն եղել եմ մի քանի անգամ Ծիրանում, ես հասկանում եմ, որ մենք շատ շուտ տեղ հասանք, չի կարա տենց բան լինի։ Ես էլ ցած քշում եմ ասում, վաու, էս ինչ սիրուն է, էս ինչ հավես տեղ են գնում, ցած մի հատ արահետ է, ծառեր են երկու կողմից, ասում հավեսը շատ լավ է, ես առաջին անգամ եմ, ինչ կայֆ է, որ մենք սենց սիրուն տեղ ենք գնում։ Մի քիչ забора տենց բան какие-то вот были непонятки, вроде заборчика։
ու Զարան դուրս է գալի, ու охрана выходит, Զարան դուրս է գալի, ասում են աղջիկ ջան, Զարա ջան, ուր եք եկե։ Ծիրանի։ Դուք եկել եք Ծառուկյանի։ Պարզվում է։ Գագիկ Ծառուկյանի առանձնատու։ Դարպասների ո՞ց։ Զարա որոշել է, որ այդտեղ է գտնվում Ծիրանի։ Ոյ շոտ խնդալու։ Շատ գեղեցիկ շրջվեցինք եւ Ճանապարհեցին ձեզ։ Այսպես Զարան կմե։ Ու բոլոր աղջիկները, չէ՞։ Հասնում է տիկնաբաների դեմքը։ Շատ հետաքրքիր է, որ վերջացավ հարսանիքը ու ետ են գալի, ես Սոնայի հետ եմ։ Վայ, Ու նավիգատորով մենք պրինցիպի խփեցինք, ուր պետքա գնանք։ Մենք ամեն տեղ եղանք, բացի Երևանից։ Ինչքան գերեզմաներ կա Հայաստանում, մենք ասած բոլորի կողքով անցանք, բոլորին։ իսկապես վախենալու, որտեղ գիշերվա հազարներ։ Մենք ինչ-որ почему-то постоянно на кладбищах։ Դրախտային հասանք, բայց շատ վատ վերադարձանք այդտեղ։ Իսկ ուզելու ինչ պատմություն կար։ Եթե ուզում ես, հետո պատմենք ուզելունը։ Չէին ուզում։ Մաշային։ Ահա։ Машан մի հատ տղայի հետ էր հանդիպում, я сейчас сначала расскажу, потом ու ես հələ կասկածում էի, դե надо, не надо։ Ու скорее всего մտածում եմ, что не надо։ Բայց մեզ почему-то դրա մասին չէր ասում ինքը, որ Սոժի կողա չէ, բան, սենց։ Իսկ այդ տղան շատ լավ տղա էր, գյումրեցի։ Կողակ դիջացի։ Չէ, пожалуйста։ Այս շատ լավ մարդ էր ու մաշայինն սիրում էր էլի, որ ես քեզ սիրում եմ, այտենց անկեղծ սիրեմ գա։ Ու Բոլորի հետ ծանոթ էր արդեն։ հա, ինքը տենց բարբերաբար այդ տղան մեզ հրավիրում էր ինչ-որ տեղ, ամբողջ Women's Club-ի սաստավով գնում էինք, որ մաշային պատյաշ կանենք իր կողքին Բոլոր աղջիկները հավանում էին ու Не только աղջիկները։ աղջիկները, Не только աղջիկները, Պոնչը իրանք հավորի տեսքով էր ընդունում արդեն։ Իրանք բոլորը հավորը կանայք էին։ Մի հարսնակրերն էին։ Հա, հարսնակրեր, хорошо։ Հա, ու այդպես Տենց եղավ, որ իրա ծնունդներ ու ես արդեն ես որոշել եմ արդեն ասեի չէ, էլի չէ, բայց իրա ծնունդներ ասեմ լավ неудобно, բան լավ հետո կասեմ։ Ու հենց ծնունդի օրը իրա քույրը հրավիրում է բոլորիս իրանց տուն հյուր։ այդ օրը իր ծնունդն էր։ Չէ, որ գնացինք։ До этого мы были у него на дне рождения кафе։ Да, կաֆե։ Կատաստրոֆայում։ Ու քույրիկը հրավիրեց Նրա տանը, որ է։ Հա, տանրա տանը, հա։ կապեյը։ Կաֆեում։ Ես ուզում եմ մեղմացնել։ Ինչ օմոթոն ինձ եմ ներվում։ Ոնց անենք չնայենք։ Вообще կապ։ Հա, դե եթե քո համար կապ չունի, мне вообще։ Ու քույրիկը շատ լավն է, քույրիկին իրոք շատ եմ սիրում։ Հա, միջև հիմա Հա, մենք շփվում ենք, քույրիկը շատ լավ։ Ամեն դեպքում ինչև ես հաղորդումը գնա, եթե շփվում եք։ Հա, սուտ բան չեմ պատմում, ոչ էլ վատ Լավ, ինչ է կարել։ Քույրիկը հրավիրում է մեզ իրանց տուն։ Պոնչը որոշում է, որ ինքը որպես քավոր պետքա գա ինձ վերցնի, դե ես մեկենա չեմ քշում, ու պետքա բերի իրանց տուն։ Ու մենք գալիս ենք եւ տեսարան։ Դե մենք էլ աղջիկներով ես Զարան, Լուիզան, Տողման որոշում ենք, որ եթե գնում ենք как бы այս պարագայում մենք ենք գնում իրան ուզելու, հա, ոնց էր։ Ոչ, պետքա տենց սինիներով, բաներով տենց գնանք։ Դուք Մենք ու տնից ով ինչ ուներ, տենց վերցրել է Լուիզան ինչ-որ Բասի, ուրեմն Սոնան բանից բունի բաստով կապել էր սինի, վերցրել էր մի հատ սինի, կապույտ լենտով կապել էր։ Պրոստը, հա։ Պրոստը։ Մի խոսքով ամեն մեկը տունը ինչ ուներ, իրանք դեռ չգիտեն, որ դու ասելու ես չէ։ Չէ, մանա ջան։ Չնայած իրան ճանաչելով արդեն կարելի, որտեվ դա առաջի դեպքը չէր իր կյանքում, մաշան բարբերաբար շատ ուզողներ են ունենում, ասեմ ձեզ, իմանա։ Ու բոլորի հետ մենք ընկերանում ենք, սենց հավես ասում ենք, վայ Մաշա, վերջապես, լավ, շատ լավ տղա է, ու ինքը գալիս տենց
այդ իր կառոնի ֆրազան է ասում, որը վերջում կասեմ, այս պատմության։ Մի խոսքով, դե ծիծաղում են գալիս են Պոնչը հասնում է Մաշայի հետ, մենք Բաքում կանգնած։ Բաքում, ուրեմն Զարայի ձեռը կալոնկա է, կալոնկան միացրած։ Լուիզայի մեքենայից հանելը դեր Լուիզայի մեքենայում ամեն ինչ կա, դաժե իմ թոշակը։ Հանել, ինչ-որ ջրվեժ է հանել, չգիտեմ որտեղի Լուիզայից հետ նվիրել են ինչ-որ ջրվեժ։ Այդ հանել Արլուց, հա ինչ-որ Արլուց ինչ էր հատած։ Տոմայի ձեռքը բան, թթի արախ։ Ու իրանք այդ ամեն ինչը ձեռքը սկսում են պարել։ Այ մամա ջան։ Բաքում եք դեռ։ Հա, Բաքում ենք դեռ, դե այդ ամենից հետո պիտի բարձրանանք արդեն վերև, ոնց որ նա ստացվեց, ես Պոնչը ու Մաշան, մենք մնացինք այդ սաստավը, որ պիտի լիֆտով բարձրանանք, չգիտեմ ինչ ռիսկ է արել, որ Պոնչի ու Մաշայի հետ ես պիտի լիֆտ նստեմ, ես Պոնչը այն ժամանակ Պոնչը։ Հա, մի խոսքով նստում ենք լիֆտից մի կերպ տեղավորում ենք ես այդ պատնոսով, ծաղիկներով, բան այդ նկարումն եմ լիֆտի մեջ։ Սենց ուրախ բարձրանում ենք, բան Պոնչի ինչ հավես է, բան սենց ֆրաց Մաշան, նո եթե ֆրանდა կարելի է համարել մի քիչ սենց Ну не люблю я его։ Դա իր կառոնի ֆրազան ինքը միշտ ասում է։ Սենց ես Պոնչ, պատկերացնես ինչ հիմար սիտուացիա է, մենք գնում ենք վերև այդ տղային, որ տենց մեր Մաշան ու ինքը սենց լավ են արդեն իրար։ Ինչ ես դու ես այդ ինֆորմացիան իմացալի։ Ժվել ես, չանշանակում не люблю я его։ Ну да, не люблю я его։ Դե չեմ կարող, հիմա դա սիրտս չի կպնում։ Ու մենք արդեն հասկանում ես, երեխեքը արդեն ընդեղ են։ Մենք էլ արդեն է որ լիֆտի դռները բացվում է։ Այ սարսափել։ Մի խոսքով, դե հիմա փորձում ենք մոռանանք այդ իր ասածը, մտնում ենք ներս, շատ ժպիտով, իրանք էլ շատ լավ են դիմավորում։ Նստում ենք արդեն սեղանի շուրջ, բան։ Ուտում ենք, բան, Машан սցան։ Ну всё, я пошла։ Ասենք, ես բելա չո գործի եմ, ես պիտի գնամ։ Маша, դերես առնում, թե я пошла։ Հա, ребят, բան, իսկապես, մայուսակը վերցրեց եւ գնաց։ Հիմա մնացել ենք այդ մարդկանց տունը մենք։ Ու հարկ ասում էր այդ կար Լուիզան, որովհետեւ այդ սիտուացիաներում Լուիզան ուղղակի, չգիտեմ, հրաշքներ է գործում, որ դաժե եթե իրան հետաքրքիր չի ինչ-որ բան, բայց ինքը այնքան ինչ հավես, այս իրա, այս Լուիզայի կառոնի ֆրենչ հավես է, ու տես նստած էինք իրանց տանը, քանի ժամ մնացել ենք Մաշայից հետո, ուղղակի պրոստը զրուցել ենք, ինչ հավես է, Լուիզա։ Հա, գնացեր գործի ու երբեք չտեսար իրա։ Չէ, տեսա, ասեցի։ Իրան ասել ես, այդ не люблю я тебя։ Հա, ասել եմ։ Я честно։ Честно։ Ու դաժան։ Ինչ շուտ պրոստը այդ ասա, Մաշա։ Ինչև սինի հավայ կապելը։ Կապույտ լենտովի շուտ։ Հա, ես էլ Այ շատ լավ։ ու տենց դեպքեր շատ է եղել Անհարմար Մաշայի։ իրավիճակում եք հայտնվել իսկապես։ Հա, բայց լավ է, ինչ որ ընդհանուր թեմաներ գտանք, Լուիզը խոսացրեց քույրիկին իրան, բան, որովհետև ամոթ կլիներ, եթե բոլորս վեր կինային գնանք, էլի։ Հա, դե Մաշան գնացել էր։ Իսկ Մաշան քամեր ամոթ չունի։ Չի կարա չգնայի։ Իսկ էլ ինչ նման դեպքեր են եղել երկրպագուների հետ։ Պակլոնիկների, էլի ոչ թե ֆանատների։ Сижу в Америке, никого не трогаю. Բանում Լաս-Վեգասում։ Կազինոյում։ Ինչ։ Կազինոյում։ Կազինոյում, հա։ Դրանից առաջ մի հատ ուրիշ պատմություն էր, մտածում ենք որտեղ հաց ուտեինք ու Զարան մեզ տարավ, ասեցի ես տեսել եմ լավտը, գնացինք։ Որ գները պոչկայից գներն էին։ Մենք եկանք նստեցինք։ Մի լսեք Զարային նման դեպքեր, չէ՞ թող չասի որ գնա։ Հա, դա ամենտեղ ջուրա դրած։ Ինչ թանկարժեք տեղեր է մեզ Զարանը։ Ջուր ենք խմում, մինյուն են բերում։ Մենք հասկացանք, որ մենք ամեն մեկս մեր պոչկաները պետք է թողենք ու դուրս գանք։ Չէ, մենք դեռ սենց։ Ու քանի որ արդեն մի քանի 2 օր ընդեղ ենք Լաս Վեգասում, պոչկայից բացի իսկապես ոչինչ չէր մնացել մեր գրպաններում։ Դե պրոստը սիրուն սենց մենյու ծալեցինք ու դուրս եկանք այդտեղից ու գնացինք էլի հետ այդ կազինոյի տարածքը ու Մաշան անհետացավ։ Անհայտացա, որտեղ Մաշան սոված էր։ Իսկ բոլե-մենյե էժանտեղ սենց բուրգերների կաֆեշկա էր հենց մեր հյուրանոցում։
ու ես նստած հաց եմ ուտում ու ինչ որ մի հատ տղամարդ ինչ որ հարցեր էր տալի։ Ես շատ սիրալի պատասխանում էի։ Ու մեկը по одному եկան։ Հիմա ես այդ մարդու հետ նորմալ զրուցում եմ, ничего такого, просто мы общаемся. Да, он мне уже признается в вечной любви. Շատ արագ է իր մոտալինում։ Ոնց։ Я не знаю. Շատ արագ սիրահարվում է ինքը ու տենց հետո մի ժամ հետո Без каких-либо последствий. Առանց հետևանքների ասում։ Կարծեմ սկզբից դու եկար թե Զարան, հետո ամեն մեկին սկսեց կանչել, որ Մաշային քերեկը տեղից վերցրեք։ Մաշային կորցնում ենք, որտեղ որ ես բոլորի հետ ծանոթացնում էի։ Ինքը Օհայոից էր, ագարակատեր էր, ու երևի они же завидовали, они думали, что сейчас меня в Огайо увезут, и я буду богатый, у меня лошади, коровы, все. Ու ամեն մեկը ամեն ինչ արեց, որ ես все-таки այդտեղից դուրս գամ։ Բայց ես ճիշտ եմ հիշում, դու այդ մարդու հետ էլի հանդիպեցի, Че, он меня приглашал провести Ohio, да? завтрак. Он меня на завтрак приглашал. Он в казино Белладжио жил, Белладжио. Вот, но я сказала, нет. Какой завтрак? Ես բելաջը միայն գործի եմ։ Լավ, կազինոյից շատ հեռու չգնանք, հիշում ես, որ ասում եմ, փող չունեինք համարը արդեն, բայց երևի բոլոր կազինոներում, չգիտեմ, այդ օրենքը կա, որ եթե դու խաղում ես, անվճար խմիչքը անընդհատ իրան քեզ բերում են։ Այդպես են խափում։ Հա, այդպես են խափում։ Բայց մենք էլ իրանց ենք խափել, նենց չի։ Լավ, բայց իրանք տեսնում են, որ չես խաղում դու ու շատ տենց մունաթով որ խմիչք ես ուզում, ասում են, չէ, միջև չխաղաս, մենք քեզ խմիչք չենք տալիս։ Լավ, ինչ անենք, Մարշային նստացրեցինք այդ ապարատի մոտ, ու ցենց մի դոլարանոցներ ունեինք, ինչ ունեինք, ցենց երևի մի 5-10 դոլար ենք մցրել, ու մենք էլ այդ մի դոլարանոցները ցենց բան ենք անում, տիպը մենք խաղում ենք։ Բերեք վիսկիները։ Bloody Mary-ները ցենց գալիս էին, բայց մեկը այն որ Для них $1 это ничто. Яркие, А мы-то думаем, что мы же крутые. У нас полно денег. Իսկ по поводу լիֆտը Պոնչի ու Մաշայի հետ, ոչ թե լիֆտում ա եղել այդ պատմությունը եղել է Universal-ում։ Երբ որ մենք գնում ենք ու կանգնում ենք մոտավորապես 2 ժամ հերթ, ու ինձ ու Պոնչին չեն թողում, որ մենք նստենք։ Я ненавидела все, Америку, Universal, все. 2 ժամ հերթ ենք կանգնել։ հա դաժան էր շատ, բայց տես Պոնչը Բայց մուտքի մոտ պետք է ասեին։ Պոնչը դրանից հետո Որոշեց գնալ Այո։ Universal։ В принципе, հա, Universal-ն էր պատճառը, որ Պոնչը մի նիհարեց։ հարեց։ Հա, ինչ Հա, բայց իսկապես ես վերջի անգամ որ գնացեք, նեղվեցիք։ Че, обидно было, вот այդքան ժամ ենք կորցրել, он, знаете, որ очень приятно стоять и вот так вот медленно двигаться։ Չէ, դաժան են։ Բայց նման իրավիճակներում էլի եք հայտնվել։ Այդ շուտ էր Մոսկվայում էր, ես ընկերուհիների հետ գնացինք կինո։ Իսկ ես, неважно, կինո, самолет, բան, ես այսենց եմ նստում։ Ես այսենց նստել չեմ կարողանում, այսենց։ Մեկ է сзади женщина, я говорю, ինձ այսենց за плечи сюда, туда, вон, ես չեմ հասկանում ինչ է ինձ անից ուզում էր կինը։ Я говорю, женщина, а в чем дело? Девушка такая огромная. Я говорю, а вы хамьё, жлобьё, быдло. այդ մի րոպե կներես, այդ որ ինքնաթիռի մեջ էր եղել այդ պատմություններ։ Չէ, ինքնաթիռում просто Ինչ ես արել։ պատվել եմ։ Մենք չենք լսել։ Թռնում ենք Սոչիից Երևան, Причем բոլորը մեր հոնքական են beauty ֆաբրիկի աշխատողները, Մելինեն, սրահի։ Ես նստած եմ Արայիկ Գաբաջյանի հետ։ Բան Միշա Գալստյանի կլիպում էի նկարում, ես երեխեքը ապահովում էին սիրունությունը։ Եվ մենք նստած ենք ինքնաթիռի վերջում, բոլորը գիտեն, ինձ թվում է արդեն, որ ես ահա որ վախենում եմ, ու նիվաժն մենք Ամերիկա ենք գնում 1604 ժամ կամ բան, Սոչի 50 րոպե։ Ու հիմա ես վատ եմ, ուզում եմ դուրս գամ, мне плохо, այսինքն շատ բան վիճակ է։ Այդ момент самолётը կարծեմ արդեն приземлился, իսկ մեր մոտ ոնց է հայերի մոտ, մենք սկսում ենք հագնվել, հələ самолёտը վերևն է, մենք արդեն վեր ենք անում ու սպասում ենք, երբ պետք է դուրս գանք։ Հիմա ես էլ ուզում եմ ամենավերջում մի հատ մտնեի Double C,
ու ինձ բոլորը как люди стоят, ասեն, բայց մենք հələ օթում ենք, բայց մարդիկ արդեն կանգնած են։ Ու ես ասեցի, էլի խամը, չեմ հիշում, ինչ որ բան ասեցի։ Ու այդ մի հատ կին ասեց, «Էդ մեզ եք ասում հայերին»։ Ասում ես հայերին ոնց կարամ տենց բան ասեմ, ես կոնկրետ ձեզ եմ ասում։ Ու որ արդեն սամալյոտը իջավ, ու արդեն ինչ-որ մի հատ տղամարդ, այսինքն ինձանից հեռացել է, ասել են նորմալ խոսայքով։ Մտածել եմ, որ ես չեմ հասնի տղամարդ։ Ասել կովը դու ես, տավար, հազալ տվեց։ Ինչո՞վ։ Ձերքով։ Ու գաբաջանը Մաշա քեզ բոլորը ճանաչում եք կնկարեն, թողնե Կարեն։ Всё равно։ Ես դա նույնիսկ հիշում եմ, որ Ոմսի ինչ-որ մի թողարկման տակ կոմենտ էին գրել, Մաշա ինչ վատ ես քեզ պահում ինքնաթիռներում պամոյում ու տես ինչ-որ բան աչքովս ընկել է։ Այդ տղամարդն այդ կողմն է եղել։ Շատ ես վախենում, Զարան էլ էր պատմում, որ կողքդ պետք չի նստել, ձեռքը կարպտում է։ Հա, մենք 12 ժամ թռել ենք Ամերիկա, ինքը այսպես նստած է, դիկ-դիկ։ Вообще ոչ քնել է, ոչ։ Լավ, իսկ շոուներից ինչ կհիշեք։ Շոուներից ես պատմություն է, որ Բելգիայում ենք երևի, Էլիքսանթովի մեր հյուրախաղերից Ամերիկայից, որ գնացինք Եվրոպա, Բելգիայում հիշում ես ռեստորանի նման տեղ էր, որ այդտեղ ելույթ ունեցանք։ Բելգիայում չէր։ Հա, ճիշտ է, հա։ Լիոնում էլ էր այտենց բան, Բելգիայում է, ու ոնց որ sense քանի որ կուլիս բան չկա դե ռեստորաններում, ոնց որ շիրմաներ էին քանի դրե։ Մենք հետևն էինք ու բեմներ, որ մի անգամից այդտեղից այդ շրմայի հետևից, այսինքն փոխվել, բան, այդ ամեն ինչը այդ շրմայի հետև աղջիկ տղա, ոչ իմ կապ չի։ Իսկ մեր Չարենցը ինքը շատ կոկիկ մարդ է, այսինքն իր կոստյումը, իր մազը, իր մի խոսքով, իր կոստյումը ավելի լավ տեղ ուներ այդ ավտոբուսների եւ բաների մեջ, քան մենք բոլորս, որովհետեւ եթե ճմրթվում է, ինքը դրանից ներվայնանում է ու թարսի պես միշտ իր հետ ինչ որ նյուկլեոժի բան սիտուացիաներ են լինում ու ես ու Պոնչը համար ենք խաղում Արջուկը հա ոնց ասես դեմ դիմաց ենք այսինքն ես ստեղ եմ Պոնչը ստեղ է մերոնք էլ հետևն են այսինքն ես չեմ տեսնում իրանց այտենց բանա համարա որ փետրվարի 14-ին իրար նվերներ են անում կին եւ ամուսին ու պարզվում է որ ամուսինը միշտ իրան արջ է նվիրում կնոջը Կինն էլ միշտ բրիտվա ու նասկի է նվիրում, ու տես ներվայնանում ենք, մենք սկսում ենք, ես արջերով եմ իրան սկսում, փափուկ խաղալիքներ արջեր էր բան, ու սենց ձերքս բանալի է ավտոյի, որից էլի սենց արջա կախված, փափուկ խաղալիք, ասում եմ, դու ինձ ինչ ես նվիրեն, Nissan March, որովհետև մեջ էլի արջ բանը կա, ու Չարենցը սենց պարզվում է, էլի, սենց ինքը շատ, չգիտեմ, ինչ որ խմիչք էր ձեռետոլի ինչ, կանգնած մեր նայում է, հիանում է մեզ, իրա գրած նոմերը, որ լավ անցնում բոլորը տենց, ես պրոստը չեմ կարա բացատրեմ, այդ ինչ բան ունեմ, ու այդ ասում եմ, ինչ ես նվիրել, Nissan March, որտեղ մեջ էլի արջ բար կա, ու պիտի շենց հետ շպրտեմ այդ բանալին, ես ասում եմ, այդ ինչ բրասոկ էր, պրոստը չեմ կարա, ինքը սենց կանգնած է, մանե, ու այդ բանալիները այդ արջով բրիլոկ ուղիղ գալիս ընկնում է իր բաժակի մեջ ինքն հետո պիտի ելույթ ունենա չէ ու այդ միշտ ամբողջությամբ իր կոստյումի վրա է թափում ու ես Պոնչի դեմքից եմ հասկանում ինչ որ մի բան այն չի Պոնչը դե չեմ փռում բան չեմ անում վերջում իմանում եմ որ տենց այդ բանալին ուղիղ գնում Չարենցի բաժակի մեջ էլի ելույթ չի ունենում այդ օրը Չարենցը ինքն էլ է ճշտ Ճաշտով է դիրա բարը Էլի եթե Չարենցի հետ է կապված դե բոլորը գիտեն որ Ոմսով կա կոնֆլիկտներ հա Զարա Լուիզա ես ու Տոմա ու մարդիկ իրոք մտածում են почему-то որ ես ու Տոման իրար հետ չունենք իհարկե իրոք չունենք որտեվ ես երբեք ամուսնացած չեմ եղել բայց կիսուր ունեմ արդեն 7 տարի է Նա Տոմայի տեսքով Տոմայի տեսքով, հա Մաշա քիչկեր, Մաշա ես era, Մաշա տենց չի, նենց է, Մաշա նենց չի, տենց է Տոման կա անընդհատ խոսա մամա ջան То есть она не затыкается ни на секунду. Ես չգիտեմ մի 30-40 տարուց իրանից ինչ կեսուրա լինելու կաշմար։ В общем, բայց իհարկե շատ սիրում եմ Ինչի՞ այդ քանուշ 30-40 Сколько ей уже?
Стокни живот. Ոմի 20 Դե հիմա որ ունենա Ահա։ տղա 30 տարի հետո այդ տղան թող ամուսնանա, ինքը կդառնա կես։ Հա մենք ամեն ինչ գծեցինք Հա, արդեն, հա։ հա։ Լավ։ Հա, ավելի շուտ պետք է ամուսնանա։ Правильно. В общем, ու մարդիկ մտածում են, որ իրոք ես ու Տոման на самом деле իրար հետ չունենք ու իրար չենք սիրում։ Մի 2-3 տարի առաջ Տոման մեր գրուպայում գրում է, բանում եմ, կասկադում եմ ով կգա հացուտի, բնականաբար։ Չգիտեմ մեր պատրուշկաները ուր են այդ ժամանակ, դե ով փորձի ով գործի, բայց ես գնում եմ կասկադ։ Նստած ենք Տոմայի հետ, մարդիկ այսպես անցնում են, ասենց թարս նայում են, բայց мы уже к этому привыкли։ Բայց որ Չարենցը մեր կողքով անցնի ու թարս նայում, ճշտով դուք երկուսով ինչ եք անում։ Ինքն էլ հավատում իրական։ Եկան տարի գրել է, որ ինքն էլ է հավատացել, որ ես ու Տոման իրար հետ պետքա վատ լինենք։ Շատ տնտալու է։ Իսկ հանդիսատեսի հետ, որովհետև ձեր շոուներին նաև հանդիսատեսաներ կա ու հետաքրքիր իրանց հետ կապված պատմություններ չկան, արձագանքներ։ Այդ Զարան պետքա պա։ Պատմի։ Չէ։ Հա, Այո։ չէ, այդպես բան պատմություն չի էլի պատմելու։ Միջև դա հիշելը բանը պատմենք, դե այդ մեր 20 թվի յուրախաղերը այն պահին են ոնց որ մոտենում ավարտին, որ COVID-ը շատ ուժեղ արդեն սկսում է տարածվել աշխարհում մեկ։ Ու մենք արդեն Եվրոպայում էինք, ես շատ ուժեղ հիվանդացա։ Շատ ուժեղ։ Ես եմ քիչ այդ առումով շատ վախկոտ եմ էլի, որ ասենց արդեն մտքերս ա, որ վсё, ես COVID եմ, բայց Լուիզի հետ նույն սենյակում էինք մնում, ինքը ինձնից չվարակվեց, ասում լավ կարողա վсё же COVID չեմ, բան, պոնչն էլ ներվես ուտելու համար Սոնջան ես ինչա գույնդ ես, ինչա վատ, դու հաստատ COVID ես եւ այլ, բայց իսկապես շատ ուժեղ հիվանդացա, անտանելի հազ, չոր, տաքություն, թուլություն, մի խոսքով։ Որտես մենք գնում էինք բաների, այդ վիճակում մի քաղաքից մի քաղաք շատ դաժան էր։ Ու Բայց COVID չէր։ չգիտեմ։ Չգիտեմ։ Ու մենք ոնց որ պիտի գնայինք Մոսկվա, չէ, մեր Փարիզի համերգը նույնիսկ չեղարկվեց, որովհետև արդեն մարդիկ Արդեն կարմիր զոնա էր, արդեն բան էին արել։ Ստոպ էին տվել։ Ու մենք հետ էին գալիս Հայաստան, որ Հայաստանից մի օր հետո պիտի թռնենք Մոսկվա համերգներով, բայց դա էլ չեղարկվեց։ Մի խոսքով հետ են գալիս ու այն պերիոդներ, որ аэроպորտում բոլորի ստուգում էին, բան։ Բայց մինչև վերադառնալը մեր կազմակերպիչները ասում են Սոնա ջան, մենք հիմա քեզ այնց դեղ կտանք։ Դու բուկվալն կես ժամից հետո Ասում եմ, ես քեզ հեսան այնց դեղ եմ բերելու, Սոնա, դու մի րոպեմ ոդքես կանգնելու, ասում եմ, ոյ ինչ լավ, այդ ինչ դեղա, ես էլ առնեմ ստեղից տանեմ մեր Հայաստանում տենց դեղ չկա։ Հայաստանում տենց դեղ չկա, ոչ բերում են ստրեպսիլզա տալիս այդ տղան։ Պրոստը, օքեյ։ Իրասկավ է պատմության բուն բանը։ Հասնում ենք արդեն ինքնաթիռը նստում է Երևանում։ Հիմա ես այդ մտքերով մենակ, որ ով որ տաքություններ ունենում, միանգամից տանում էին ինֆեկցիոն, չէ՞։ Ես էլ չգիտես ինչի ամենահաս սվիտերն եմ հագել, դե որտեվ տեղ չկար ճամփրուկի մեջ, ինչքան ծանր ու հաստ բան կար, պիտի հագնենք։ Ու սենց իսկապես այս բուղը դուրս է գալիս մեջից, ասում վсё, ես ու մենք որոշել ենք, հա որ մենք պետքա առանձնանանք, մի հատ տուն վարձենք, մենք ամբողջ սաստավով այնտեղ մնանք, որտեվ դե նավսյակի էլի, որ չգնանք տանեցիներին, չվարակենք, եթե ինչ որ վիրուս լինի մեր մոտ։ Մի խոսքով։ Հիմա արդեն կազմակերպված եք, բրավո։ Հա, այդ առումով որ շատ զգուշ ենք եղել։ Մի խոսքով իջնում ենք արդեն մոտենում եմ սկաֆանդրով մարդիկ կային, չէ, որ տենց բան Սենց մոտենում եմ արդեն սենց որ ասում լավ էլի խնդրում եմ չէ էլի, բայց վստահ եմ որ ես տաքություն ունեմ ու ինձ տանելու են։ Բաղում այդ բանը ջերմոչով ասում եմ սկզբից ցույց տվեց 37 ոնց որ ասում եմ խնդրում եմ էլի մի հատ թողեք բան գամ շունչս տեղը գա ասում եմ հետո ինքնաթիռից հետո այս սվիտերը հագստակ մի քիչ հետո նորից չափեք լավ օքեյ։ Ինչ որ ժամանակ անցնում է նորից է չափում 36 անցեք Սոնա ջան Ես ասում վсё, ինչ լավ ապրծանք երեխեք, բան։ Մա Լուիզի հետ կա։ Լուիզի ջապում է 37-ը կանիստացից տալիս։ Ասում են, պիտի գաք մեր հետ տանում ենք ձեզ ինֆեկցիոն։
Լուիսի խեղճ դեմքը, ցցա։ Ինձ Ուսած իրան արդեն այս վզեն կինոների կադրերից լիներ իրան սած տանում են ձեռքերը հետևը, բայց ինքս մի խոսքով ինձ չտարան, Լուիզին տարան։ Իրականից տարան իրան, մի օր ոնց որ մնացել էր։ Իսկ ես իրանց հետ չեմ թռել Երևան, ես թռա Մոսկվա, բայց դրանից առաջ պետքա թռնեինք Երևան։ Բալիկս Արտյոմը ես իրան ոչ թե մոռացել եմ Մոսկվայից բերել Երևան, ես չէի հասցրել։ Որտեղ չէ լավ մամա եմ։ Բայց այնքան լավ մամա եմ, որ չգիտեի, որ Ամերիկայի դեսպանատանը պատասխանը տալիս են մի անգամից, բայց պասպորտը տալիս են մի շաբաթ հետո։ Ու ես պրոս ֆիզիկապես չէի հասցնում գնայի Մոսկվա, Արտյոմին բերեի Երևան։ Ու քանի ամիս։ Չէ, 2 ամիս մնաց Մոսկվայում ու հիմա ես ուզում երեխեքը պետքա թռնեին Երևան, ես պետքա թռնեի Մոսկվա։ Ու հիմա այդ օրը երբ որ մեր այդ համերգը չեղարկեցին Փարիզի, մենք ման են գալի Փարիզը, մեկ է Лилии ամուսինը, Մորտոյի ամուսինը Վադիմ ասում, Маш, ты знаешь, Россия закрыла границы. Իմ մոտ իստերիկա է, я плачу, ոնց թե ոնց երեխես մնաց այնտեղ, ես հիմա գնում եմ Երևան։ Գնում եմ Վլադին, պրոդյուսերին, Վլադ, ես ոնց Մաշա հանգստացի դու Ռուսաստանի քաղաքացի ես, դու կարաս Մոսկվա թռնել։ Հա, էլի ճիշտ է։ Что есть սիրու։ Իսպանիկաներ շատ ա լինում մոտը։ Ես պանիկյոր եմ։ Պանիկյոր ես դարձան։ Ամենահանգիստ մարդը։ Հա, դու հանգիստ ես։ Սոնան Տոման, հա։ Մենք գնացինք Եգիպտոս, այս մեր սաստավով 10 օրով, то есть շուտ ենք թռել, ու մեզ պետք է միանային Զիրոյանը եւ Անի Խաչիկյանը Բալիկի հետ։ Բայց Զիրոյանը մեզ խնդրեց, ասում, Անին չասեք, որ ես էլ եմ գալի։ Նույն օրը, նույն ժամի պիտի Նույն թռնեին օրը, Անի նույն հետ։ ժամ, Ու Անին մեր տուրիստականով է գալի, Զիրը ուրիշ։ Դե օքեյ, хорошо։ Ու մենք իրանց սպասում ենք, բասեյնում ենք, բան, в общем, գիտեք, որ պետք է գան։ Հա, ու Զիրը ասեց կհիշեք, ասма դուք ահա որ շատ խնդալու եք, որ ինձ տեսնեք։ Okay։ Ու մեկ է տեսնում ենք, որ Զիրը полностью արաբական շորերով հայտնվում է հյուրանոցի տարածքում։ Հրաշվել էր այդ իրանց այդ բան Բարոկական, հա։ Ստիլի հրաշերս թողել։ Ինքը Երևանից արդեն այտենց եկել է։ Դրա համար Խաչիկյանը իրեն չի հասկացել, որ դա Զիրոյանն է։ Ասում է, ես նայում, ասում եմ, այս ինչ հայ։ Խաչիկյանը վախեցել է, որտեվ Զիրոյանը անընդհատ Երևանում аэроպորտում գնում էր, այսպես կողքը կանգնում էր։ Սամալյոտում Խաչիկյանը նստած է, Զիրը գնում էր, այսպես նայում էր։ Ոչ ողնորով։ Ու Խաչիկյանը վախեցել է, «Էսով է»։ Նույն հյուրանոցն է գալիս, ու երբ է իմանում։ Հա, и они практически одновременно приехали. Ու որ տեսա, որ մենք բան ենք անում, փաթաթվել ենք, ասում, ինչ եք դուք իրան պատշում, Խաչիկյան, Զիրոյան։ В общем, Զիրան получил там. Բայց Եգիպտոսում հազատ էլի բաներ կլինեն, մի հատ հիշեք։ Ծոմի հիվանդանալն է։ Տղաս հիվանդացավ, դե ես պանիկյոր եւ բուժում էին իրան։ Տոման եւ Սոնան։ Ահա որ ես դու Մաշա։ Էլի ինքը որ առանց ոչ մի տեստի, առանց ոչ մի у него ковид, ասում եմ Մաշա հանգստացի, պրոստը արևահարվել է, գլխարկ չէր դնում ծոմը, Մաշա ինչ, դա ավելորդ ճոխություն է, 40-50 աստիճան արևի տակ։ Հուլիս։ Հա, օգոստոս։ Извините меня, օգոստոսին ինչ կարիք կա, որ գլխարկ դնից։ Մի խոսքով արևահարվել էր, տաքություն, ջրազրկվել էր, բան, սենց у него ковид։ Բան արդեն զանգում է, тётя Оля сказала, что у него ковид, ասում Մաշա մի հատ հանգստացի, в общем, տարել ենք բան այդ իրանց медпунկտը, որը մի հատ է ուժս է, հիմա ճամին պիտի սիստեմա միացնեն։ Ուրեմն Տոմային ասի դու գնա իրանց հետ, ես դրսում կսպասեմ, если что, կասես ես կգամ, բան, в общем, եկավ ասեց Սոն արի, որտեվ չէր կարողանում մտներ այդ բժիշկը։ Հա։ Վենա։ Գնանք տեսնենք մաշին։ Ուժը այսը լացում է, Տոման դեղից պանիկայի մեջ, ու սենց արունը կատում է Տոմի ձեռքին։ Այս անասունը, այս ապուշը չի կարում։ Մաշային հանել ենք պրոստա տեղից։ Ծոմն է քեզ նման։
չէ որ ինձ տեսնում է, բան է, իսերիկան, так вообще спокойно։ Որտեղի պարզվեց, որ իսկապես ինքը արևահարվել է, որ մաշա ջուր տվել, ես մաշա ջուր խմել, այդ ոմը, չէ, դավայ ջուր, բան, ես Տոման գալիս էր հեքիաթներ էր պատմում։ Օй, բայց իմ ամենը Տոման ասաց լավ դու գնա հանգստացի, ես Տոմային, բայց Տոմը արդեն մեծ տղա է, բայց ոչինչ, Տոման որոշել է որ պատմելու է բան հեքիաթ, ինչ որ մի հատ մոմենտ ես եկա ու սկսեցի այդ հեքիաթը լսել ու հասկացա որ ոչ մի բառ ես չեմ հասկանում, որտեվ Արցախի բարբարով էր պատմում։ Ասեմ Տոմա մրչևլան, ինչ։ Երեխան հասկանում էր, բայց։ Չէ, բայց հիմա մոնոտոնն է вот это, вот самое քնացնում էր։ Բայց հիմա շատ պարտաջաներ ինչքան հայկյատ գիտի ինքը պատմեց։ Բայց շատ լավ ընկերներ եք ապրեք։ Հիմա ռադիո եթերներից հիշի, դու էլ թատրոնից։ Կամերային թատրոն, ռադիո բան։ Դե վերջին բանը որ շատ է տպավորվել մեջ թատրոնի հետ կապված, Զիրանի հետ խաղում ենք հոբելյանական հաճախորդ ներկայացումը։ Ներկայացման մեջ տեսարան կա, որ ես իրան ձվածեղ եմ պատրաստում ու ինքը ձվածեղ է ուտում, բայց ձվածեղի հետ միշտ լավաշ ենք դնում, որովհետև ցած ձեռքներով պիտի ուտի ինքը։ Բայց դա ներկայացման կեսերին այդ ձվածեղի կտորը։ Հենց ամենասկզբից ես մտնում եմ այտենց ալյա կուխնյայի նման բանա, որ չի երևում, էլի, ես մտնում եմ, որ իրեն սուրճ բերեմ ու տեսնում եմ, որ լավաշը չկա։ Ու լավ դե որ ոչա պատարակախ կա, հիմա ոնց պիտի էլի ձվածեղը ձեռներով հոչի ուտելու։ Ու այդ անես ներկայացումը, որ ես դաժե ասում եմ 10 վայրկյան չունեմ, որ գնամ ինչ որ մեկին ասեմ, որ լավաշը չկա։ Հիմա ու Զիրանը զգում է, էլի, այսինքն ներկայացման սկզբից ես տեսել եմ լավաշը չկա ու վсё, իմ ուղեղը մենակ այդ ուղղությամբ աշխատում, թե ոնց եմ ես իրան ռեպլիկներ տալիս, դա չգիտեմ, ասես պրոստը ավտոմատի վրա խոսում եմ, բայց մտածում Սոնա, ինչ պիտի անես, երբ պիտի անես, ոնց պիտի անես։ Ինչ տեսան ինքը խոսում է, բայց ես այդտեղ ընդհանրապես չպիտի դուրս գամ։ Սենց վազում եմ, չգիտեմ, մեր բանը կամերային է, եթե գիտեք, սենց բան է ու աստիճանները, ընդ բիբլիոթեկան է, որտեղ միշտ դերասանները ահագին ճանապարհ կա, էլի ես չեմ կարող բարձր գոռալ։ Վարդ։ Հասկանում որ ոչ մեկ չի լսում, ինձ հետ եմ գալիս, շարունակում տեսարանը, ու Զիրը սենց ինչ ա եղել, հետո որ արդեն խոսում ենք, ասում մտածում ինչ եմ գժվել, լավ չի Սոնան, ինչ ա բան։ Ոչ էլի ժամանակ եմ գտնում այդ պահին, սենց դուրս եմ գալիս, վարդ։ Էլի ոչ մեկ ինչ չի լսում, թե չեմ կարող բարձր գոռամ։ Հիմա արդեն հասել ենք ձվածեղի կտորին։ Դուրս եմ գալիս իրան ասում եմ դու ձվածեղն ինչով ես սիրում երշիկով, պանով, լոլիկով, ասում է ձվով, հա։ Պիտի դուրս գամ արդեն որ բերեմ ձվածեղը։ Հենց ասում եմ, ինչ լավա, հենց ու թե ես ոնց եմ բարձացել մեր աստիճանները հիշում ես այդ վտանգավոր աստիճանները մի կերպ սենց բարձացել արդեն սողում եմ սենց այդ բիբլիոթեկային եմ արդեն լավաշը չկա Ունդե հովոն ու լավ է երեխեքը այնտեղ կանգնած էին ինչ լավաշը չկա իրանք է վախեցել էին որտեղ մի օր Զիրը վատացել էր ներկայացման ընթացքում իհարկե ոչ հոբելյանականի մտածեցին ասին կարող է Զիրանն է էլի վատացել մի խոսքով ասում շուտ լավաշը բերեք բայց արդեն Զիրը պիտի նստած լավաշը բան ձվածեղը ուտի մի խոսքով ասած դուրս եմ գալիս արդեն այդ ձվածեղը բերում եմ ասում Ինձ մի րոպե ժամանակ դու արդեն եմ չկտրվում Իսկ թվում է հանդիսատեսներ էր հասկացել մի բան է ինչի Դուրս եմ գալիս ասում եմ Հայաստան մենակ հասցրածելն են այդ վարակույրը բացվում լավաշով կանգնած լավաշը մերցնում եմ վերջի պահին գալիս Լավաշում կերպարի ախորժակը Ես իրանց ներկայացումներից շատ սիրում եմ տղաները չափերն անցնում են մի անգամ նայել ու մամային եմ ասում մամ надо сходить мама потрясающий спектакль գալիս ենք ու երևի առաջի 10 րոպեն սկզբից հետո լույսերը տանում են չկա ինքը երաժշտական ներկայացում խաղում են Ներսեսը, Ռաֆոն ու Սենոն ամբողջ երաժշտություն, երգ, տեքստ մի խոսքով ու հենց այն պահին են լույսը անջատում որ տենց տեսարան կա մի հատ որ Ռաֆոն ասում է «Էմա հələ լույսերը անջատի» ասում է լույսերը անջատի դա անջատում է լույսերը ու հետո չի վառվում այլևս լույսերը չեն վառվում որովհետև
տատում են լույսերը, բայց տղերքը ֆանտաստիկ են։ Շարունակեցին խաղալ։ Հա, շարունակեցին։ Այս դեպքերը։ Ու հետո մամային բացառում, մամ, ասեմ, լույսը պետք է լիներ։ Իսկ ասում չէ, բայց շատ լավ, ասում, հա, բայց լույսը պետք է Ու լիներ։ շատ արագ կազմակերպեցին թատրոնի աշխատակիցները մեծ ֆանարիկներով, իջան նույնիսկ մեր Արա Երնջակյանը, իջել էր աստիճաններին նստել էր ֆանարիկ էր բայել։ Ճիշտ է։ Իսկ եթերներից մաշ։ Եթերներից հեսա կհիշեմ, բայց մի բան եմ ուզում պատմեմ, значит, մեր Շուշանի Կարեշացյան շատ անտիր գաղտնիքներ է պահում։ Սարկազմ։ Да. Значит, ես այդ ժամանակ աշխատում եի ոչ թե ռադիովանում, այլ CTFM։ Այլի դիրեկտորը Շուշանիկն էր Կարեշացյան, CTFM-ը գտնվում էր Հյուսային։ Так получилось, что я понимаю, что я в положении. Асан Шефджан, я говорю, я вас прошу, никому пока не говорите. В общем, у меня будет ребенок. Никому не скажу, Маш, никому. Да, никому, значит, никому. Երևի մի երկու երեք շաբաթ անցնում ես գալիս եմ աշխատավարձի հետևից իսկ բոլորի համար նորմալ էր որ երբ որ Գլումովը ինձ տեսնում է ինքը ինչ-որ պրիոմներ է ին վրա պարապում то есть ամեն ինչ սամբա, ձյուդո, այկիդո, ամեն ինչ ես իր համար գրուշան եմ ու ինքը ինձ տեսնում է բարև չի տալի գալիս է որ այդ պրիոմները հա ու մեր երեխեքը երբեք չէին խառնում դա նորմալ էր ու այդ մոմենտ որ ինձ գալիս է որ ինչ-որ բրասոկ через бедро անի մեր բոլոր աղջիկները այսենց վազելով գալիս են ու իրան պոկում են ինձանից այսենց զարմացած այս բան չի եղել սպանում էր ջնջխում էր բան նորմալ էր Ոտեղ ես հասկացա որ Շուշանիկը ասել է բայց ինչ լավ է որ ասել էր փաստորը Փրկեցին աղջիկները Գլումովի ջանկերից Դա Իսկ եթերի հետ կապված ուղիղ եթերում զանգեր բան չեն Հələ ես ասեմ մի բան պատմեմ հələ ռուսկիում է աշխատում ռուսկի նորքում էր գտնվում Հա Значит մի հատ տղա է անընդհատ գրում բան ես էլ նոր եմ եկել Երևան Մոսկվայից Երևան то есть ես խոսում եմ ընդհանրապես մենակ ռուսերեն այսքան բագաժ ես էլ вообще չունեի հայերեն չէի կարող հենց հենց էլի вообще չգիտեի դրա այդ խոսքերը չգիտեի говорю только по-русски մի հատ տղա է անընդհատ ինձ գրում բան ու իր համար Маша Матвеева իհարկե ռուս աղջիկ է голос у меня еще был звонкий Ми անգամ папа գիտես ինչ ասել Мы встречаемся внизу я иду с эфира он приходит на работу А почему я тебя так редко вижу Я говорю Артур Григорьевич ну у меня же утренний эфир С твоим извините прокуренным сексуальным голосом тебе надо ночные эфиры вести И я не знаю почему, но твой папа, он меня не знает, то есть я никогда не принимала участие ни в каких проектах, вот в театре песни, я не училась здесь. У него почему-то ко мне было очень хорошее отношение, и мне это так льстило, безумно. Вот. Ну, в общем, возвращаясь к теме моего звонкого голоса, один раз я уже собираюсь выходить, и лифт открывается, парень. Извините, это русское радио? Я говорю, да. Он говорит, а Маша Матвеева, говорит, можно? Я говорю, это я. И его вот это вот разочарование. А он с цветами. То есть он думал, что Маша сейчас будет такая длинноволосая блондинка. И тут я, прекрасная принцесса, такая. Маша! Ну, не люблю я ее, Это вам. И все. Так я потеряла своего слушателя. Այդ քո ինքնահեգնանքը, ինքնաիրոնիան շատ լավն է։ Խմում ես, Մաշ։ Алкоголь. Դի չի կարելի։ Չէ, կարելի։ Ես Ես ստացի հասկացել։ Հա, շատ սոկային է, ես էլի կլեցնեմ։ Չէ, ես էլ մայր եմ։ Ես էլ մայր եմ։ Արաբ։
Քանի որ դուք շատ եք ճանապարհորդում, առաջարկում եմ այսուհետ ճանապարհորդեք Արարատ բանկի Mastercard World Travel-ով, որը ունի նոր առաջարկ։ Ուղղությունն ընտրում ես դու Mastercard World Travel քարտապանների համար։ Ակցիայի մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 31-ը իրականացրեք առնվազն 10 անկանխիկ գործարք Mastercard World Travel քարտով։ Յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար ստացեք ակցիայի մասնակցության 1 կտրոն եւ հնարավորություն շահելու 5 ուղևորության փաթեթներից մեկը նախատեսված 2 հոգու համար։ Ակցիայի ամփոփմանը կարող եք հետևել հունվարի 15-ին, ընտրվելու է հաղթողը պատահականության սկզբունքով։ Արարատ բանկ, ուղղությունն ընտրում ես դու։ Որն է ձեզ համար ամենասիրելի երգը։ I wanna run to you։ Whitney Houston։ Կարամ էլի տարբերակ։ Հա, ասա։ След за мной на водных лыжах ты летишь. Ում կատարմամբ։ О, сейчас меня, кажется, меня побьют все, но Киркоров. Կիրկորովի երգել է, վերնի мне մузыку։ Հա։ Ես ու չեմ լսում։ Հա։ Քոնեսոն։ Շատ կան, բայց երևի սենց առանձնացնեմ The Weeknd-ի Blinding Lights-ը, ինչի, որովհետև մի հատ շատ ուրիշ հիշողություններ ու բան արտասնում այդ երգը, էլի շատ ուրիշ տեղեր այն ստանում։ Դրա համար մի պահ կար, որ իսկապես ամենասիրածս երգն է աշխարհում, այտենց ասում են։ Իսկ որն է ամենասիրելի ֆիլմը։ Հարսնացուն հյուսիսից служебный роман։ Ես 3+2 կասեմ, լավ։ Չէ, и в джазе только девушки, շատ եմ սիրում այդ կինոն, 3+2-ի հետ էլի այնց կապված պատմություն կա մի հատ։ Ինչ պատմություն կարած։ Ну, չգիտեմ, դա շատ եմ սիրում այդ կինոն, հենց ցույց էին տալիս, ես պրոստը սենց աթոռը վերցնում էի, գնում էի տելևիզորի մոտ նստում ու սենց կլանված նայում։ Ոչմ, էլի տենց հերթական անգամ տեսնում եմ, որ ցույց են տալիս 3+2-ն, էլի աթոռը վերցնում եմ, գնում եմ նստում եմ։ Ինչ-որ գմփոց եմ լսում, մինչև էդ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում պատուհանից նայել ուղակի դուրս բակ, ով ինչ անում, երեխեք ոնց է խաղում եւ այլ եւ այլ։ Դե մեր մանկության զբաղմունքների։ Հա, ինչի պատուհանից էլ չնայեցի, մաման ասեց «Սոն 3+2-ն են ցույց տալիս, կգաս նայես»։ Ոայ մամ, հա, եկա աթոռը դրեցի, սկսեցի նայել, քիչ որ գմփոց լսեցի։ Դե մենք երրորդ մասում ենք ապրում։ Բարձր։ Ու զգում որ չորսոնց փշուրների sense կտորներ է sense։ Դու մի ասա ինչ որ դեպք ա եղել ու կրակել են ու հենց մեր պատուհանին ա կպել, հա։ Ու ոնց որ այդ ֆիլմը ինձ փրկել է, էլի կա, որտեղ ես մինչև այդ պատուհանից կախված նայում էի դուրս, ոնց ասած արի 3+2-ն է, ու հետո հայ sense պատուհանի։ Даже բանը կտանք էլի փամփշտ։ Ой, 103+2, даже не ֆիլմը դառա։ Սերիալներ նայում եք։ Հա։ Ասեք, որն է ամենասիրելի սերիալը։ Դե ես չեմ կարա, ես հենց ասում եմ Friends-ը իմ համար ամեն ինչը օդա, ջուրա, իսկապես ամեն ինչը ես вообще я ուրիշ level-ի սեր։ Իսկ որ կերպարն է քո ամենասիրելի։ Ռոսին եմ սիրում ու Ռեյչելին տենց քիչ մտածում եմ ես էլ եմ տենց իրան։ Քոնը մաշ։ Ой, я գիտեմ, որ они очень сблизились с Жаком на этой почве։ Հա, Ժակն էլ է սիրում։ Не родись красивой։ Կատя Պուշկարյովա։ Հա։ Ռուսական է։ Չէ, խփեցի, նյանյան էին նորը նկարել կներես։ Չէ, Պապինի դոչկի նյանյան։ Այդ չեմ նայել։ Ես չեմ նայել նորերը։ Да, ես չեմ նայում сериал, к сожалению, կամ Не родись красивой բաններ, չէ, не смотри։ Հա, ես էլ նայում։ Պուշկարյովա։ Ձեր սիրելի հայ երգչուհին։ Երևի կասեմ Brunette, որովհետև как раз նոր ալբոմն էի լսում այս վերջերս ու բավական տպավորված եմ, молодец։ Իվետա երևի։ Իսկ երգիչ, հայ երգիչ։ Էրիկ։ Ու Ռազմիկ Ամյան։ Գիտեմ։ Լավ, ես Էրիկ կասեմ, ինչի համար, որովհետև շատ եմ սիրում Էրիկին։ Քրոջս բալիկ ասել էր կարճ ասել։ Հա, բայց հետաքրքիր էր օրինակ Քրոջս բալիկը շատ փոքր է, 8 ամսական է, բայց հենց բանը երգում եմ Էրիկի։ Այն իր ամենահայտնի երգը, Իմ աշխարհի եք։ Իմ աշխարհ եկ։ Ինքը ասեց
Ես չեմ կարող բացատրեմ ոնց է ամեն ինչ թողնում, խաղալիք, չգիտեմ ինչ, ու ասես կլանված լսում այդ երգը ու մենակ դրա ասում եմ։ Ոչ, Էրիկ ասեցիր, դու Էրիկ իրար հետ էիք երկու աստղում։ Բան չես պատմի այդ թվերից, ելույթներից խնդալու։ Անհնար է Էրիկի հետ չլինի պատմություն։ Դե принципе խնդալու էր, принципе մեր երկուսից բան իրար հետ լինել։ Ինչ լավ զույգ էր։ Ասեցիր նոր հիշեցի է։ Առաջին դե ասեմ այդ ժամանակ հայերենս вообще չկար ու ինձ հարց են տալիս բանի ժամանակ ինտերվյուի ժամանակ ձեր ամենամեծ երազանքը ասեցի я хочу стать мамой ու почему-то որոշել էին որ я почему-то от Эрика хочу стать мамой, понимаешь? И вплоть до того, что Эрика это Эрона պատմում, Эрика пляжում բանում Բաթումում ինչ-որ մեկը նայ Մատվեևնայի մարդը։ Այ Էրիկը դե համ Էրիկը համ Զարան Պետրոսյան շատ էին օգնում ամեն ինչով и правильно себя держать на сцене, и правильно, то есть голос как бы есть, но я им правильно владеть-то не умела. Вот, и что если ты кричишь, что это не значит, что ты поешь. Они всему этому меня учили. И вот один раз в очень плохой день мы должны были выступать и должны были петь мировые хиты. И у нас... То есть до этого все было нормально, все хорошо. Даже самые какие-то непонятные песни мы, такие дурсейн гали. Պետք է երգեն You are not alone. Причем մեր հետ միասին պետք է երգեն Անահիտը Շաղբազյան, Լանա Խաչատրյան, բոլոր երեխեքը ովքեր սովորում են երգի պետականում։ То есть մեր մոտ մի հատ սուպեր խոր կա է դրա։ Լավ ձայնային տվյալներով երգչուհիները։ Ամենա, հա։ Бомб состав պետք է երգի մեր հետ, причем իրանք типа в зрительном зале сидят, ես ու Էրիկը սկսում ենք երգում են բան ու հետո արդեն պրիպևին իրանք պետք է միանան։ Առաջի տունը երգում է, причем на репетиции все нормально, все прекрасно, все замечательно. Էրոն իր կուպլետը երգում է, ես եմ դուրս գալի։ Ու պետք է ոնց էր խոսքը։ Another day has come. Второй куплет, в общем, окей. Պետք է դուրս գամ երգեմ Another day has gone. Ես երգում Another day. Ու մոռանում է։ Չեմ մոռանում, почему-то ես որոշեցի, որտեղ պաուզա կա։ Մադատ Ռամանը չսենց։ Ու Էրիկան yeah. Օ, ճիշտ է այն ժամանակ բան էր, կենթանի Конечно. У որ խեղճ երեխեքը չգիտեն где им вступать, որտեղ ես полностью Мадата пытается под меня подстроиться. Ես դե տեքստը հիշում եմ, բայց երգում եմ նենց ոնց ինձ է հարմար։ Չգիտեմ ինչի։ Полностью, в общем, ես բանը ասեմ մեր провала, իմ провал էլի։ Ու դուրս մնացիք այդ։ Չէ, մենք ֆինալիստ ենք։ Դուք հաղթեցիք։ Չէ, հաղթեցին Սոնա Շագերդյանը, Աշոտ Լուդվիգովիչը, բայց ամենալավ երգողները Էրիկն ու ես ենք։ Դուք եք։ Ով է ձեզ համար ամենահումորով հայտնին, ում անձամբ ճանաչում եք։ Ձեր ծանոթ հումորիստներից ու մենք էլ ենք ճանաչում, էլի։ Պոնչը։ Գարիկի հետ ֆիլմում էի նկարվում, այս վերջերս Պապոյան։ Ես էլ կասեմ Պոնչը, Գարիկը Ռոբը, Վարդանը Բադալյան, Убейте меня, вай мама ջան։ Զանգենք այսօր Վարդանի։ Նարեկը Բավեյան։ իրանց հումորին ծանոթ։ Իրանց դուետը։ Ага, причем если была в положении, мы работали с Вартаном и с Нареком, մեկ Վարդաններ ինձ տուն բերում, մեկ Նարեկը, ես ասում եի, заткнитесь, я сейчас рожу, просто они так меня смешили всегда. Վարդանը դա Հեռախոսները ձեզ մոտ են։ Բացեք։ Ու ասեք վերջինը, ազնիվ ասեք, վերջինը ինչ եք փնտրել Google-ում։ Ճիշտ ասեք։ Նայում էի ինչքան տոմս մնացա, Օբելյանը կանաչախորտի ու դե քանի որ երկու աստղ եմ մասնակցում, անընդհատ երգերի Հայկոյի բարև երջանկությունն եմ պայսկել։ Новости культуры Армении. Օ։ Клянусь. Վերջինը ինչ եք փնտրել YouTube-ում։ Էլի հաստատ երգ։ Ես
բանում էին նկարվել, կասկածելի Հա։ երեկոյի մեջ էին նկարվել, օձիվներն էի կարդում։ Լավ բաներ են բոլորը գրում քո մասին։ Մենք մի հատ վատ կոմենտ չգտանք։ Չէ, չկա։ Դրա համար չար կոմենտներ փուլը էս հաղորդման մեջ չկա։ Սպոյլ անեմ էլի Բայց ինչ իմ մասին ասում։ հաստատ լիքը կաղի։ Չէ, էլի շատ չէր։ Բայց մի երկու հատ անկապ գտանք։ Ես փնտրել եմ մեր մանկական եվրատեսիլի երգը։ Ահա, շատ լավն է։ Ալբերտին հաջողություն։ Եթե հենց չի եղել։ Безусловно։ Գիտեմ երբ ակնալ։ Որ երկն եք վերջինը ներբեռնել, ավելացրել։ Ահա, ման Շուն եմ տենց չեմ ավելացնում։ Հա, Չէ, ո՞նց ես լսում բա մյուզիկ։ YouTube-ով։ YouTube-ով։ Հա։ Դու ես Apple Music ռադիոյով ասա։ Ռադիոյով։ Մաշա ռադիոյով լսում։ Իր ուզած երկերը տալիս է եթեր էլի, չէ։ Ray Where is my husband։ Ահա։ Էդ էլ ես երկելու։ Չէ, չեմ կորել։ Չես կորո։ Լսել ես այդ երգը։ Ray Charles։ Չէ։ Ճիշտ ասցի իր անունը։ Ray։ Չլսեցի պրոստը։ Ray։ Որ էմոջին եք ամենաշատ օգտագործում։ Սրտիկ։ Կարմիր։ Կարմիր սրտիկ։ Հա։ Դու։ Ես որ մի հատ կա, ասենց ոնց որ աչքերը լցրածել, cute այդ շատ սիրում։ Եվ վերջին հարցը, ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Եվ Ձիկի անգելի Իվոն։ Հիմա որ նայես ասես ոնց, չէ, ինչի։ Հո, բայց խնդանում էի։ Ինձ էլ տենց դնում էին օրերոյի տեղը, իբր ես։ Сейчас все будете хохотать надо мной։ Չասես Լեոնտի։ Ֆակունդո Արանո, չէ։ դերասանի անունը Ֆակունդո Արանո, даже իշեց։ Ասի։ Վենյամին Սմեխով։ Ատոս։ Դու որ թիվ ես։ 74։ Ինչի էր իրան սիրում։ Քշվում էի вот этого благородный Атос. Есть в Градском парке черный пруд։ Դες բայց հիմա էլ միջև մավաց։ Ոնց է, առաջին եւ վերջինն է։ Վերջին celebrity crush ունեք։ Վերջին։ Հիմա ով է ձեր celebrity crush։ Բրեդ Պիտը գնալով ինքը Ты изменила Леонардо։ Да, я изменила, потому что Կոպրոյին փոխել։ Հա, որովհետև չգիտեմ, Բրեդ Պիտը գնալով չեմ հասկանում ինչա դառնում այդ տղամարդը։ Между нами все кончено։ Все Դու Დი Կապրիո։ И Բրեդ, и Դի Կապրիո, հա։ Ու ես չգիտեմ իրանցից ում ավելի շատ եմ սիրում։ Հա, չեմ մեկը Ջոնի Դեփն է երրորդը։ Вот это Բա Ջորջ Կլունին։ Самый красивый мужчина на свете это Джордж Клуни, да. Դա։ Да. Այ 4-ը կարելի է այդպես թե խաղալ իրաց։ Անցնենք առաջ ու խաղանք թե։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Glovo-ն, իսկ Glovo-ի հետ քաղաքը մեր տրամադրության տակ է։ Պատվիրիր ուտեստներ, խնամքի պարագաներ, մթերքներ կամ ինչ ուզես եւ ստացիր րոպեներ անց։ Իդեպ, հենց այնպես հաղորդման հետևորդների համար Glovo-ն ունի հատուկ առաջարկ։ Օգտագործեք հենց այնպես պրոմոկոդը եւ ստացեք ձեր առաջին պատվերը զեղչով։ Լավ, խաղում ենք թե, Մաշա։ Դու ես որոշում նրանցից ով է մնում Women's Club-ում։ Давай, Մեկն է մնում վերջապես։ Բոնի թե Գոր Բարսեղյան։ Բոնի, Բոնի թե Չարենց։ Չարենց, Չարենց թե Զիրոյան։ Զիրյան, Զիրոյան թե Պոնչ։ Զիրյան, Վաու։ Человек-праздник։ Человек праздник, Զիրոյան թե Էլենա Սադրյան։ Զիրյան, Զիրոյան թե Լուիզա Ներսիսյան։ Զիրյան, Զիրոյան թե Տոմա Պետրոսյան։ Տոմա Պետրոսյան, Եվ վերջին հարցը Տոմա թե Զարա Սահակյան։ Զարա, Զարան հաղթեց։ Դու եւ Զարան կմնաք վերջում։ Բայց չեք անելու առաջ Չարենց, ես դա չեմ հասկանում։ Լավ, իսկ Բրեդ Պիտ թե Դի Կապրիո։ Դե քանի դու կասես Բրեդ Պիտ, ես ասեմ Դի Դի Կապրիո։ Կապրիո թե Ջոնի Դեփ։ Смотря для чего. Если выходить замуж, то за Джонни Деппа. Нет։ Ой, Չէ, Ջոնի Դեփի Բայց չի ուզի քեզ կապրել։
Ինչի՞ բայց 74 թիվը։ Հայ ինչ անեք, երկու տարվա տարբերություն 25-ն էլ արդեն իր համար։ Չէ, արդեն փոխել է այս վերջը։ Հա։ Տոքսիկական զրույց է, էլի, ամեն ինչ գիտենք իրաց սպասի։ Չէ, բան, Դիկապրիո։ Դիկապրիո թե Ջորջ Կլունի։ Կլունի։ Դե Կլունի, Հա, 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 էդ է ուզում բարձեի զո։ Սոն։ Քո հարցը այլ է։ Դու ես որոշում, ով է հաղթելու երկու աստղ նախագծում։ Օ, Բայց հաշվի իրանցից ոչ ոք դուրս չի եկել։ Սիրուն Մինազ եւ Անահիտ Հակոբյան, թե Նինա Տիտանյան եւ Անահիտ։ Նինա Անահիտ։ Նինա Անահիտ, թե Լուսի Ժակ։ Նինա Անահիտ։ Նինա Անահիտ, թե Էվա եւ Նիկ։ Էվա եւ Նիկ։ Էվա եւ Նիկ, թե Սարո ու Շուշան։ Սարո ու Շուշան։ Սարո եւ Շուշան, թե Սրփուկ եւ Արամ։ Ըստ ինձ հաջորդ գալիս է ինչ որ Սարոն ու Շուշանն են անում։ Դեպի Սրփուկն էլ։ Սարո ու Շուշան։ Սարո եւ Շուշան, թե Նազիկ եւ Սևակ։ Սարո ու Շուշան։ Սարո եւ Շուշան, վերջին հարցը թե Զարոյի Բաբայան եւ Սոֆի Դևոյան։ Սարո ու Շուշան։ Քեզ համար Սարոն եւ Շուշանը հաղթողներն են։ Գիտես, իրանց արածը ինձ շատ մոտ է, այսինքն նենց բաներ են անում, որ իմ մտքով էլ անցել, ես էլ կուզեի այդ երգերը երգել։ որոշում Սարո եւ Շուշան, թե դուք։ Սոնա եւ Ռոբերտո։ Ես կուզեի հաղթենք, բայց մենք Սոնա եւ Ռոբերտո։ Не из-за того, что Сона моя подруга, совершенно не из-за этого. То есть то, что я видела, по крайней мере, в первом эфире, они были самые лучшие, реально самые лучшие. То есть я очень люблю и Ника, и Эву, ну, очень многих ребят, действительно люблю и Жака, это счастье мое. Но в данный момент, вот по первому эфиру, они были самые крутые. Լավ, անցնենք առաջ ու խաղանք գուշակիր ով եմ։ Մեր գործընկերն է Ital Solar-ը, որը ունի նոր առաջարկ։ Մինչև դեկտեմբերի 30-ը Ital Solar-ից ձեռք բերեք 10 եւ ավելի կիլովատ հզորության պարևային կայան եւ ստացեք նվեր Երևան City 200,000 դրամի նվեր քարտ։ Մի վճարեք թե հոսանքի դիմաց, թե ամանորյա սեղանի։ Զանգահարեք 8128 եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Ital Solar։ Դու գուշակում ես ում նկարն է քո գլխին, ով ես դու։ Կինա։ Ոչ, Հայա։ այո, Դերասանա։ հիմա ոչ, Հուշեցիր։ Չուշած։ Ոչ։ Հիմա ոչ։ Հիմա երկիչ է։ ոչ, Հիմա ոչ։ Հայաստանում է ապրում։ այո, 40-ից ներքև է տարիք, թե վերը։ Չգիտենք։ Չէ, վերև ինձ թվում է։ վերև, Մի քիչ։ чуть-чуть, ну, может быть прям, может 40, может 39, может 41. Հա, այդ սահմանը խոսք։ Այդ հիմա չեն այնց սպանում, դերասանա հիմա չէ։ Ինձ էր։ Ինչի ինքը հիմա դերասան չի, տիպա կուզեիր հիմա ինքը դերասան։ Ես բան չասեցի։ Ինչի ինքը հիմա դերասան չի, ով դերասան չի։ Բայց ինքը երբեք չի եղել դերասան, է, խառնեցիր։ Դերասանա չէ։ Օքեյ, դերասանը չէ։ Ոսիկա դերասան չի, երգիչ էլ չի, Սա բարձրացած։ ավելի հեշտ կգտնի։ Բայց TV-ով իրան ցույց են Այո։ տվել։ Տալիս։ О, я даже о нем говорила. Անյուն գարի։ Ինչի։ Ինչի։ Ասում ես ներ խոսում։ Что? Մի, երեք հարց ունես։ Հումորի մեջ է։ Այո։ Դեսին ես։ Մայո թե ոչ։ Այո։ եղել A, Այդ որ ասում ես դե
Հիմա դերասան չի, հումորի հետ էր։ Ահա։ Կարաս արդեն գտնես, երկու հարց ունես, բայց Բայց հիմա ինքը էլի ակտիվ է, то есть մենք իրան տեսնում ենք Արածն ենք տեսնում։ Արածը, всё, մի հուշի։ Արածը, то есть ինքը պրոդյուսեր է, ոնց հասկանում եմ։ Ինձ То նայում есть աշ։ ինքը TV էկրաններից այն կողմը Շատ ես երկար Ինքը հուշումներ Ռոբն է։ փնտրում։ Ահա, Ռոբը 10-րդ չի։ հարցը հնչեց։ ա, Ես Ռոբը ձեր դեմ չի։ եմ էլի, ես խաղում։ Ռոբը չի։ Ես վստահ եմ, որ Ռոբն է։ Ահա։ Բայց Դե նաև Ռոբը ու հումորի մեջ է։ Ահա, բայց նո Հա։ ավելի շատ պրոդյուսինգ անում հիմա։ Զոհես կամ իմի հետ վավիշ է կապ ունի, ես մարդը թե չէ։ Հարցրու 11-րդ հարցի հնարավորություն քեզ։ Իմ հետ կապ ունի ինքը։ Այդ հարցը մռացա, դա մենք ճանաչում ենք իրար թե չէ։ Իր արածն ենք տեսնում, իր արածը։ Այսինքն Անուն պիտի տաս Ահա, արդեն։ հասկանում, անուն, имя, только имя։ Մադա դրամանիչ։ Շատ մոտ է։ Բայց մադա Ռամանիչի նկարը կարելի է դունել, հիշեք։ 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 Всё, ես պարտվեցի։ Հա, պարտվեցիր։ Արդար պարտվեցիր։ Հա, չէ, լավ չի։ Աշա Լյուդվիգովիչի արածը որտե՞ս տեսնում։ Զուտ Ինստագրամում։ Հա, էլի։ Զուտ մարդկանց նայելով։ Հա, այդտեղ ես շփոթվեցի, որովհետև իստված ինքը всё հələ TV-ում է ու Աշոտ Լյուդվիգովիչը իմ ամենասիրած հումորիստներից էր։ Հիմա դու ես գուշակում, ով ես դու եւ պատժելու ես քիչ Անսոնային։ Я знаю этого человека. Да, Мужчина? да. Я с ним работаю? Нет. Нет. Սամոն չի։ Певец? Армянин? Да, Да? да, да. Так, значит, я с ним не работаю. Я его знаю. Армянин, не певец. Что я сейчас спрошу? Я могу сказать, что этот человек мой друг? Думаю, что да, да. Ну, чем карасом прям. Да. У меня с ним есть совместные фото. Маша. Դու բանի այդ ֆոտո ունես դաժե, չգիտեմ, Վլադիմիր Զելենսկի այդ ֆոտո ունես, ոնց կարաս իր այդ չունենաս։ Так, я с ним... Ունես չէ Զելենսկի հետ իսկական Չէ, ֆոտո չունեմ, բայց կավենից։ ժամանակա Էրնստի հետ ունեմ ֆոտո, Գուսմանի հետ ունեմ ֆոտո։ Դու կավենից բան չպատմեցիր։ Էլի գրավի։ Չէ, սա կպատմես։ Так, спаси. Արդեն մոռացա։ Я его знаю, я с ним дружу, я Ты не работаешь с ним не работаю, не певец, Фото совместное, не знаю, скорее что. всего, да. Армянин. Ուրիշ ինչ բան։ Старше меня по возрасту? Нет. Артист? Մեկ հարց։ Մի հարց մնաց։ Մեկ հարց մնաց եւ անունը հնչեցնելու հնարավորություն։ Հեշտ չի։ Да. Իմից հեշտ տված։ Քոնից հեշտ է։
Он из витамина? Ոչ, 10-րդ հարցը հնչեց, հիմա պետք է անուն հնչեցնես։ Դե գրվել ես միշտ։ Բարդվել ես։ Рафон. Ճիշտ եմ ասել։ Միմո, Վայ։ միմո։ Կարա՞մ։ Նայ։ Почти։ Այո, երկուսդ էլ պարտվեցիք, ինչ համար ես շատ ուրախ եմ։ Իտալ Սոլար, ժամանակն է ստանալ ավելին։ Ոնց եք պատժում իրար։ Դե հիմա դու ամեն դեպքում պիտի զանգես Շուշանիկին։ Ու ասես, որ դուրս ես գալիս ռադիովանից։ Կամ դու կամ Գլումովը, ինչ որ sense մի հատ Հա։ բան ունես, կամ ուզում ես դու Գլումովը ուտրան վարես, որ չգիտեմ, ինչ որ sense Глумова. Почему нету Машева утра? Չէ, բայց հա, դու իրան ճանաչում ես, էլի, դու ոնց կարաս Հատ կոնֆլիկտ ես ունեցել Գլումովի հետ ու կամ ես կամ Գլումովը։ Բայց կհավատա, որ դու Գլումովը կոնֆլիկտ եք ունեցել։ Չգիտեմ, я ржать начну сейчас. Չէ, պիտի խաղաս։ Ой. Պատրաստ վարքյանական չէ։ Միկրոֆոնը։ Գլումովը առաջ ընկավ։ Չվերցնում։ Չի վերցնում։ Թողել է որ Սոնա, սպասի, արի Սոնա, с тобой разберемся. Իմ պատիժի հետ, Հա։ ասա, եթե ունես մտքիդ ինչ որ բան։ Կարամ զանգել։ Ռոբերտոին զանգի։ Oh my god։ Ու սկսի հայերեն շատ արագ երկար խոսել։ Անգլերեն եք չէ շփվում դուք։ Անգլիա ռուսերեն։ Ռուսերեն գիտի։ Հա, հասկանում։ Ասեք, ինչ անեմ։ Պոնչին կարող է զանգես։ Ինչ ասեմ բան։ Պոնչին որպես պատասխան։ Ինքը քեզ էր զանգե ու մի տարի անցել է էլի հավես կրինի։ Ահա։ Ինչ ասեմ, ֆիլմի առաջարկ կա, որ ես ու ինքը նկարվենք, Բայց ինքը անկողնային տեսարանով, բան չկա ասեմ։ հա, Հա։ անկողնային տեսարաններ կան։ Համբույր բան։ Ասեմ։ Հա։ Բայց ծავს գալիս արդեն։ Ես նենց ոտամ sense բաներ։ Шушаникна. Հա, А, давай. մի րոպե։ Пункт, подожди. Шеф Здравствуйте. Привет, моя девочка. Как дела? Ничего, есть у вас одна минутка? Да, конечно. Шефджан, у меня предложение такое замечательное. Хочу на него согласиться, вести свое, начать свое дело на радио и в Америке. Вы сможете мне помочь? Может быть, вдвоем это можем сделать? Какое дело, Ахчикчан? Радио в Америке на русском языке. Что значит радио в Америке на русском языке? Для русской аудитории. А где ты это радио возьмешь? Нет, надо, в общем, полностью это все там дело организовать. А где продают? С нуля организовать? С нуля, да. А у нас же с тобой столько денег есть, Маш. Нет, это все спонсируется. Да ты что? Ты наш начальник, который вложит в нас с тобой прославить денежки в наши, пышечки в нас, вложит денежку. Сказали, что вот мне позвонили, сказали, вы с Шушаник сможете сделать все на свете. Говорит, позвоните Шушаник, в общем, договоритесь о встрече. В общем, они хотят, чтобы у нас была какая-то супер-пупер радиокомпания в Америке. Мы за любой хипиш, хоть в Америке, хоть в Израиле. Если утром деньги, вечером будет радио, без проблем. Ты же знаешь, нам ничего не стоит поставить радио, самое лучшее в мире. Когда начинаем? Когда начинаем, когда мы... Глумова уволишь. Что ты ждешь? Будешь меня как кролика
Потому что эта противная красавица Манна Григорян сказала, чтобы я вам позвонила. Во-первых, она не противная, она умница и красавица. Зачем только? Так что хорошо, что мне позвонила. Ну, если вдруг такой спонсор найдется, то я готова посмотреть любые предложения. Шеф, я вас люблю, спасибо, что подыграли. Я тебя тоже Ամփոփում люблю. ենք։ Целую. Привет, большие. И Манэ поцелую. Բոլորս դեպքում Пока. ենք Շուշանիկին Արեփշայցյան, բայց սա պատիժ չենք համարում, որ չասացիր էլ ինչ պիտի ասեի։ Ինձ չէր հավատա, որ ես ուզում եմ Մոտի վրա Ահա, հորինեցի։ ոտի վրա օրինեցիր, արի ուրիշի զանգի, Ես գոմովին գիտես ինչ եմ զանգի։ բախում պոնչին զանգել, որտեվ զայ։ կարա տենց Ոչ եթերային Հա։ բաներ ասի։ զանգեմ։ Թե դու ես հələ զանգում։ Չէ, ես Բայց դու մտածում ես զանգելու, որովհետև Հրաշք։ չարեցիր էլ իր։ Պրոստը Ամերիկայի առաջ։ բան խառնվեցի իրար, գիտես, բայց եթե ասեի գլումովին ինքը չէր հավատա, որ ինքը գիտի ես գորն շատ եմ Հա, սիրում։ դե Չէր հա։ հավատա։ Լավ։ Իսկ գոր թե ժակ։ Վայ ես զանգում եմ, պոնչին։ Արի դեմ մանգալի հետ թե։ Չի վերցնում։ Զիրոյանի։ Ալը, Ոնց ես։ լավ դու ես ընջան։ Լավ, ինչ կա։ Դու ես ակյանքս նավասը։ Հա, չեմ խանգարում։ Չէ։ Լսի, բանը մի հատ sense բախ կա կարճամետրաժ ֆիլմի, Հա։ մի հատ ինչ որ Ամերիկայից ռեժիսոր եկե։ Հա, սավ ինչ էր։ Հայ Ամերիկա հայ։ Հա, по-моему, հա։ Հա։ Անունը չեմ հիշում, հիշում ես դու։ Լսի, ես վերջերս ասացին, սոց էներգիաներ։ Հա, Լավ, օքեյ, լսել եմ ոնց որ։ հա, լսի, դե ինքը ինչ որ ստեղ ուզում է կարճամետրաժ նկարի, տենց երեք կապնվեցին, գնացի հանդիպեցի, в общем, կնոջ տղամարդու տենց հարաբերությունների մասին է եւ այլն, մեծ հեռանկարներ ունի, կանի փառատոն եւ այլն, սենց։ В общем, ուզում են, որ ես ու դու խաղանք։ Վաու։ Էդի։ Այդ по-моему նոր տարուց հետո ուզում են սկսեն, բայց sense մի հատ պահ կա, որ ես sense բան ապրեցի էլի մի քիչ անհարմարություն, որ Անգլերեն։ չէ, անգլերենը հեչ, գոնե անգլերեն լիներ։ Բան ինտիմ տեսարաններ կան տենց անկողնային։ Ու համբույր բան տենց։ Լսի հաղորդման հյուր ես։ Լավ ջոկ է։ Ամեն շատ խնդալու էր, ասիր, հա, ինչ որ է ռեժիսորը բան։ Ինգլիսի զրևից տրամադրում լսի կարելի է մտածել։ Արդեն։ Դիսը միջից ուզում եմ ասել չէ, բայց որ ասեցի ինտիմ բան։ Մտածեցի։ Որը հավես կնի զոնյա։ Ոչ, ես էլ եմ Մանեի լինելու։ մոտ ենք Մաշայի հետ։ Պատասխան հարվածներ Բարև, բարև։ Վայ ոչի ուզում եմ վերջնես արես սոնախիա։ Ոնց ես։ Բայց եթե տենց կինո լինի, դաժե թե Ամերիկա հայ չնի կանչեք էլ ես։ Բայց իմ հետ չէ։ Հետո ես կսպասեմ։ Հələ ասա պոնջ Մաշային ոնց բաժենք։ Պոշ։ Մաշայի ոնց պատժենք։ Ոնց բաժեք։ Հա, ում զանգի, ինչ խափի, ինչ ասի։ Դե բարդ հարց է հիմա ինձ շատ դժվար սիտուացիայի մեջ է գցում։ Հա, հասկանում եմ։ Թող զանգի ինչ-որ շաուրմանոց։ Ասի հերիքի ձեր պատճառով ճաղանում է։ Այսքանից հետո գոնե ինձ ձեր դեմքը դարձրեք, բան, չգիտեմ, ինչ։ Հա, Ապրես։ Շաուեր մաշա կլնի։ շա Մաշա։ Հա, Ապրես, ապրես։ Ադե ուրիշ ես էլի։ Դեսի պրոստը չգիտեմ ոնց է ստացվել, որ հենց այնպեսի շրջանակներում քեզ չեն զանգել երբեք։
Սա առաջինն էր, Սա առաջինը առաջինն էր, չէր։ վերջինը չի։ Մանե խոստակ Շատ լավ է, մաքես։ ես տենց խաշ եմ գերել հավեսով ժողովրդան զգացվում է։ Դե всё, պատշում եմ։ Ես էլ բաճում եմ բոլորից շատ Աջիկներ։ սիրում, մերսի, որ իմ համար ունեք, բայց աղբորպես մի զանգ։ Давай, կապակ։ Դե եկենք։ Բայց ներկայանում ես։ Շատ լավ։ Մանյան շարմա բարեձեզ։ Բարև ձեզ, կներեք, մենեջերի հետ կարող եմ խոսել։ Ինչ հարցով ներողություն։ Աշխատանքի։ Աշխատանքի հետ կապված ձեր հեռախոսամարը կփոխանցենք համապատասխան բաժին, դες հետ կապ կհաստատենք։ Գիտեք, Մաշանը Women's Club-ի համագործակցության համար եմ ուզում խոսեմ։ Շատ լավ։ Հիմա մի քանի րոպեից դες հետ կապ կհաստատենք։ Չէ, ուղղակի հասկանում եք, նենց է ստացվում, որ ես անընդհատ ձեր մոտից շաուրմա եմ գնում։ Ես արդեն չաղացել եմ ահավոր, ու ես չեմ հասկանում, ինչի ես մինչև հիմա ձեր շաուրմայի դեմքը չեմ։ Ինչի դուք գովազ չեք նկարում, ու ինչի ես դրանով փող չեմ աշխատում, որովհետև իմ բոլոր աշխատավարձները գնում են ձեր շաուրմայի վրա։ Ես արդեն 300 կիլո եմ դարձել, հասկանում եք ձեր պատճառով։ Ինչ եք ծիծաղում, ինչ ծիծաղելու բան կա դրա մեջ։ Դուք իմ առողջության մասին ընդհանրապես մտածում եք։ Հիմա մենեջերին կասեմ, դες հետ կապ կհաստատի, լավ։ Բայց ինչի դուք մենեջեր չեք։ Ես չէ, ես օպերատորն եմ։ Մենեջերը մի քանի րոպեից կզանգահարի ձեզ։ Լավ, օքեյ, хорошо, մերսի։ Սպասենք, մենեջերը կզանգի ինձ թվում է հիմա Զանգ։ հենց։ Վայ շատ եմ խնդրում։ Ու ինչ որ դառնա, չէ՞։ Վայ շատ լավ է իր գոռում, նույն ձև մենեջերը վրա էս գոռալու։ Մենեջերը չի զանգում։ Նա զանգի կռիվ արա։ Ասա չզանգեց։ Ես Մաշա Մաթևոսյանը զանգում եմ ձեզ, դուք 7 րոպե է անցել։ հա, Բա դուք մարդ եք։ հա։ Ու էլի նույն տեքստը ասա։ Բարև ձեզ, Մաշանա Women's Club-ի ես զանգարել եմ, ինձ ասացին, որ մենեջերը ինձ կզանգի 2 րոպեից 10 րոպե անցել չի զանգում։ Հա, հիմա եւս փոխանցեմ ձեր տեղում չի, հա, 1-2 րոպե ընթացքում կզանգահարենք ձեզ։ Դե շատ երկար է տևում ձեր 1-2 րոպեն։ Իսկ ես լուրջ խնդիրներ ունեմ առողջական։ Շատ բարի, հենց հիմա կզանգահարի 1 րոպե ընթացքում ձեզ կզանգ։ Լավ։ Զանգի մի հատ է։ Ասա գիտեք ինչ, ասա 6 րոպե էլ անցավ։ Ես մի հատ է շաուրմա կերա, մի հատ է չաղացած։ Ահա, զանգում եմ ես։ Ալո, Ալո, բարև ձեզ։ բարև ձեզ։ Մաշայի հետ եմ խոսում։ Այո։ Մեզ ասացին, որ մեզ զանգահարել եք համագործակցության համար։ Այո, կներեք ձեր անունը ինչպես է։ Նանե։ Նանե ջան, արդեն 7 տարի է ես ձեզանից շաուրմա եմ գնում ամեն օր։ Ամեն ձեր նորությունները գնում եմ։ Ես ձեր պատճառով չաղացել եմ մոտ 70 կիլո։ Ու մինչև հիմա ես չեմ հասկանում ինչի դուք իմ հետ չեք կապնվում ու չեք դարձնում ինձ ձեր շաուրմայի դեմքը։ Բա տենց բան կարելի է, բա տենց բան անում են Նանե ջան։ Ախր ես առողջական խնդիրներ ունեմ, ես ամեն օր գալիս եմ ձեր շաուրմա։ Իհարկե չի կարելի, Մաշա ջան։ Մենք ճիշտ ասած նորից ունենք դաբլ շարմա, կարող ենք ձեզ որպես նվեր ուղարկել, չգիտեմ, փորձել եք արդեն թե չէ։ Հələ ոչ։ Դե շատ լավ, մեզ ինչ որ հասցեքը տրամադրեք, առաքումը կազմակերպենք Իհարկե։ 1 վայրկյան։ Հենց այնպես հաղորդում Մանե Գրիգորյանի մոտ։ Իսկ դուք այդտեղ քանի հոգով եք, ասեք այդքան քանակով ուղարկենք։ 26։ Շատ լավ, այդ դեպքում կփորձենք կազմակերպել առաքումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ այդքան բարի եք Նանե ջան։ Չէ, ես ասա չէ։ Բայց իսկականից 26 պետք չի, բայց մի քանի հոգի եք երեխեք ես չեմ։ Չէ, Նանե ջան, մերսի շատ, հենց այնպեսից ենք, ուղղակի ձեր կյանքն էին կոտրում։ Սիրով կուղարկենք։ Չէ, մերսի շատ։ Մենք նորույթը կփորձենք։ Մենք անպայման կգանք կգնենք։ Շատ շնորհակալություն Նանե ջան։
Ձեզ ենք շնորհակալ։ Ստեսին ձեզ։ Ստեցի։ Ես ձեզ նվերներ եմ պատրաստել, մեր գործընկեր բիզնես պարտները ներկայացնում է շեյք կոկտեյլները, զգացիք, խմում եք հյութի նման, բայց իրականում խառնել պետք չէ, այլ ալկոհոլների հետ լավ կոկտեյլներ են ու իրենց բոլոր համերը ձեզ նվեր են տալիս։ Ուրա։ Շնորհակալ եմ, որ եկաք ու պատմեցիք ձեր հենց այնպես պատմությունները, ես ես լիքը լավ հիշողություններ եմ մաղթում, լիքը ճանապարհորդություններ, համերգներ, ներկայացումներ, շոուներ ու նաև շոուներ կյանքում, որ պատմելու ու հետ վերադառնալու առիթներ ունենան։ Այ ես հիմա եմ հասկանում, որ պետք է мիշտ գրել մոտդ լավ պատմությունները, лав դեպքերը, որ մյուս անգամ գան քո մոտ ավելի լավ պատմություններ։ Այո, ես սպասելու եմ։ И очень приятно, когда тебя окружают красивые, добрые, замечательные женщины. Մենա պոզիտիվ Մաշա, մերսի շատ ու չմոռանաք նաև բաժանորդագրվել, լայքել եւ հետեւել բոլոր հենց այնպեսներին։ Անպայման։ Չէ, հիմա սենց։ Ես տենց չեմ անում։ Սամվել Գրիգորյան։ Վերցրու, բայց մի բան գլխին խաղա։ Ահա Սամվել ջան։ Սանը պետք է այրան եք զանգարել, այո։ Ես խնդրում եմ դիսլաֆոր։ Դիսկլանֆոր։ Դիխլաֆոս может быть։ Դիխլաֆոս, да։ Բայց ձեր համար դինքլանֆոն կհորինենք։ Դիխլաֆոսը հարկավոր Մաշայի համար։ Խնդրում եմ։ Машу дихлофос не возьмет, расслабься. Таракашечка. Եմ սիրում իրենց։ Ես շատ լավ եմ, շատ սիրուն աղջիկների հետ եմ նստած։ Ընկերուհիներիս հետ։ Սիրուն աղջիկները քո հետ գերություն չէ դարի երբեք։ Չեմ կարող, ես հիմա Մանեի մոտ հյուր եմ։ Հաջող։ Всё это было в прямом эфире. До свидания. Պիտի չասեիր։ Զանի Պիտկայանը անպայման թոմն եմ, ասես ու կզրեն։ Երկի թատրոնը միշտ պատրաստ է երկի ձեր ավելացրած երկերը։ Սիրուն մինաս թե Անահիտ Հակոբյան։ Չէ, բայ։ Հա, իրանք զույգ են։ Ո՞ղ հասկացել են։ Ինձ թվում է, հա։ Ինձ թվում է հասկացել Չէ, եմ։ չեն հասկացա, պրոստը քննարկում են ինչ ասեն հիմա քեզ։ Հիմա brainstorming են անում, բան։ Meeting են արել, ցած on-line հիմա քննարկում են սա մասնաճյուղերի տնօրեններով։ Զանգեք։ Տարիները սանցան։ Դա դե զանգասի, հա, բայց երկրորդը առանցող։ Դու ապրեք ժողովուրդ, այսքաններ իրականում։ Ապրեք, մերսի։ Կներեք 26-ը Չէ, ստեյս դուրս գա, բարձր ռադիո, այսօր տժում ենք։